Ես ուզում եմ առաջին հերթին արձանագրել, որ կառավարությունը սկզբունքորեն դրական դիրքորոշում ունի նախաձեռնության մասով, հաշվի առնելով նախագծի նպատակը, ընդ որում շատ հաճախ մենք քննարկում ենք տարբեր օրենսդրական նախաձեռնությունների հիմքում ընկած միջազգային փորձը, եւ ինձ հետ հաճախ է պատահել, որ երբ որ վկայակոչում ենք միջազգային փորձ, շատ հաճախ քննադատություն է հնչում, թե ինչու ենք մենք վազում միջազգային փորձի հետևից, չենք կարող հաշվի առնել հայաստանյան իրականությունը եւ մտածել Հայաստանին հարիր համապատասխան լուծում, եւ երբ որ մենք խուսափում ենք միջազգային փորձից եւ փորձում ենք կենտրոնանալ հայաստանյան իրավիճակի վրա եւ Հայաստանին համապատասխան լուծում մշակել, դերևս քննադատվում ենք, որ միջազգային լավ փորձ չենք դիտարկել այս մասով։ Բայց ես կարևորում եմ հատկապես նախագծի հիմքում ընկած այն հիմնավորումը, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է իր քաղաքացու հետ կայուն իրավական հարաբերությունների տրամաբանության մեջ դիտարկել ընտրական այս քաղաքական կարևոր իրավունքը եւ շատ հաճախ երբ որ մենք քննարկում ենք նաեւ իրավունքների ծավալը հնարավոր սահմանափակումները մենք պիտի նկատի ունենանք որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության կրող այո ժողովուրդն է բայց պարտադիր չէ որ նույն ընտրության շրջանակներում ժողովուրդը իր ծավալով համընկնի ընտրական կորպուսի հետ այսինքն այն անձանց ովքեր որ տվյալ պահին մասնակցում են եւ հնարավորություն ունեն մասնակցելու ընտրություններին օրինակ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դու կարող ես լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի բայց տվյալ տարածքում մասնակցել այդ ընտրություններին, որովհետև ունես 6 ամսվա հաշվառում, բայց մեկ այլ ժամանակահատվածում չմասնակցես այդ ընտրություններին, որովհետև չես բավարարում 6 ամսվա հաշվառման կանոնին, եւ եթե մենք գնանք այն տրամաբանությամբ, որ սահմանադրությունը որևէ ձևով չի թողնում սահմանափակել կամ նախապայմաններ նախատեսել այս իրավունքի հետ կապված, մենք բնականաբար կվիճարկենք կամ վտանգավոր հող կնախապատրաստենք մինչ այս պահը տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասով, դրանց լեգիտիմության մասով, ինչը ես վստահ եմ, որ մինչ այս պահը որևէ մեկը նույնիսկ մտահոգություն անգամ չի արտահայտել այդ ընտրությունների լեգիտիմության մասով, հետևապես մեր օրենսդրությունը արդեն գնացել է այն ճանապարհով, որ նախատեսում է որոշակի պայմաններ տվյալ իրավունքի ներսում, որոնք որ թույլ են տալիս որոշակի առումներով սահմաններ գծել իրավունքի տեսանկյունից եւ նաեւ պիտի նկատի ունենանք, որ ընտրական իրավունքը բացարձակ իրավունք չէ, պետություններն ունեն հայեցողություն ընտրական իրավունքի համար պայմաններ առաջադրելու եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասով արդեն իսկ առաջադրված մեր ներպետական հայտի փորձը դրա վառ օրինակներից մեկն է։ Ավելին, եթե դիտարկենք նաև նախապատմությունը այս առումով, պիտի նկատենք, որ 2007 թվականից սկսած մենք պարտադրել ենք, որպեսզի ընտրությունները տեղի ունենան միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, քաղաքացիների մասով, եւ այստեղ կարող էր կրկին ողջամիտ հարց առաջանալ, ինչու մենք դրսում չենք ապահովում մեր հայրենակիցների համար ընտրատեղամասեր, այլ պայմաններ, որպեսզի դրանք կարողանան գնալ քվեարկության եւ ես պիտի փաստեմ, որ դրանից հետո ընդունված ընտրական օրենսգրքերը որևէ ձևով չեն վիճարկել այս կարգավորումը եւ սա շարունակվել է պահպանել։ Սա սահմանափակում է, թե սահմանափակում չէ, սա պայման է, թե պայման չէ։ Սրանք հարցեր են, որոնք որ մենք կարող ենք անընդհատ բարձրաձայնել, բայց նույն տրամաբանության մեջ մեր քաղաքացիները կարող են դժգոհել եւ նշել, որ իրենք զրկված են ընտրական իրավունքից, կա իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք, օրինակ նաեւ գույքային դրությամբ պայմանավորված, որովհետեւ չեն կարող գնել տոմս եւ գալ Հայաստան եւ քվեարկել։ Եվ այսպիսի օրինակները բազմաթիվ են, բայց հաշվի առնելով ընտրական օրենքի ընտրելու իրավունքի ոչ բացարձակ բնույթը եւ նաեւ միջազգային թե կոնվենցիոն մարմինների եւ թե նաեւ ընդհանուր պրակտիկան, ես պիտի փաստեմ, որ թե Եվրոպական դատարանը, թե մնացյալ կոնվենցիոն մարմինները ըստ էության ընդունելի են համարում նստակեցության ցենզի նախատեսման հետ կապված կարգավորումները, որովհետեւ գտնում են, որ պետությունները նախ նորից եմ ուզում շեշտել, ունեն լայն հայեցողության շրջանակ եւ երկրորդը, եթե այսպիսի պայմանները կամ կուզեք անվանել սահմանափակումներ, չեմ ուզում մտնել բանավեճի մեջ այս երկու տերմինների մասով, եթե դրանք համաչափ են եւ կամայական չեն, դրանք կարող են տեղ գտնել օրենսդրության շրջանակներում եւ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ նստակեցության ցենզով որևէ մեկը իսպառ չի զրկվում ընտրելու իրավունքից, այն վերականգնվող բնույթ ունի, հետեւապես եթե անձը ցանկություն ունի գալու Հայաստան եւ ընտրելու իրավունքի իրացնելու, ապա կարող է դա իրականացնել։ Եթե որևէ պահին չի կարողանում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվել, ապա տվյալ ընտրությունների շրջանակներում հնարավորություն չի ունենա մասնակցելու ընտրություններին։ Սա կարճ ուղղակի անդրադարձ կատարեցի սահմանադրականության տեսանկյունից հարցադրմանը, իհարկե սահմանադրական դատարանն է, որ պիտի տա վերջնական գնահատական, բայց կառավարության դիրքորոշումն այն է, որ մենք որևէ ոչ իրավաչափ քայլի չենք գնում այս կարգավորումներով, հակառակը թույլ ենք տալիս, որպեսզի մենք իրական ժողովրդաիշխանության
տրամաբանություն ունենանք Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքը ի վերջո ծավալվում է Հայաստանի Հանրապետության տարածքում եւ այս տեսանկյունից կարեւոր է, որ ընտրելու իրավունք ունենան այն անձինք, ովքեր մասնակցում են այս քաղաքական կյանքին եւ կարող են ընտրություն կատարելուց հետո նաեւ վերահսկողական բոլոր գործիքներն օգտագործել եւ շարունակել հետևելու իրենց ընտրության արդյունքների եւ նաեւ որոշակի հարցեր բարձրաձայնելու, եթե այդպիսիք լինեն։ Հիմա կարճ անդրադառնամ կառավարության առաջարկներին։ Առաջինը մենք առաջարկում ենք դիտարկել սահմանվող ժամկետային միջակայքի ընդլայնումը, որպես ուղենիշ ընտրելով պասիվ իրավունքի համար նախատեսված ժամկետի կեսը 2 տարին 730 օր, իսկ այդ միջակայքում փաստացի ՀՀ-ում գտնվելու անհրաժեշտ ժամանակահատվածը կարելի է դիտարկել առնվազն 366 օրը։ Տիկին Ղազարյանի հետ էլ մենք աշխատանքային կարգով օրինակներ ենք քննարկել, հատկապես սեզոնային աշխատանքի մնացյալ թեմաների մասով եւ կարծում ենք, որ վերջին 2 տարվա ընթացքում 1 տարվա, առնվազն 1 տարվա նստակեցության ցենզը կարող է համաչափ լուծում լինել այս տեսանկյունից եւ միաժամանակ սա այն միջակայքն է, որ իրականում պետությանը թույլ կտա հավաստիանալու, որ կա իրական կապ, այսինքն կա տևական ժամանակահատված, երբ որ քաղաքացին իր բնակությունը կապել է Հայաստանի Հանրապետության հետ։ Համակարգային միասնականություն ապահովելու տեսանկյունից առաջարկում ենք համանման նստակեցության ցենզ նախատեսել նաև թիմ ընտրություններին եւ տեղական հանրակրվեներին մասնակցելու համար, այսինքն հաշվառման կանոնին զատ պիտի լինի նաև նստակեցության ցենզի նախատեսման կանոն։ Բացառությունների մասով արդեն տիկին Ղազարյանը նշեց, առաջարկում ենք, որ բացակայություններով, եթե դրանք կլինեն պայմանավորված դիվանագիտական ծառայություն անցնող անձանց ընտանիքի անդամ լինելու հանգամանքի հետ, ապա սա թույլատրվի որպես հարգելի բացառություն որպես այդպիսի եւ որոշակի տեխնիկական լուծումներ ենք առաջարկում, որոնք թույլ կտան երաշխավորել ընտրողների ցուցակների ձևավորման ժամանակ ռեգիստրի եւ սեկտի պատշաճ փոխգործելիությունը, որի արդյունքում մենք կկարողանանք ճիշտ ցուցակներ դուրս բերել ընդհանուր առմամբ եւ ուժի մեջ մտնելու ժամկետ, քանի որ պիտի նախատեսենք որոշակի ժամանակահատված, որի շրջանակներում որ քաղաքացիները պիտի հնարավորություն ունենան ծանոթանալու նախաձեռնության, առաջարկում ենք դիտարկել հրապարակմանը հաջորդող մեկամսյա ժամկետի սահմանումը եւ մի հարցի ենք անդրադարձել, կարծում եմ ավելի ճշգրիտ կանդրադառնանք առաջին երկրորդ ընթերցման ձևաչափով, խոսքը վերաբերում է ռեզիդենտության ցենզի որոշարկմանը, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է, որ օրենքով նախատեսվի այն մեխանիզմը, որը որ պիտի ստուգվի ժամկետը։ Գիտեք, որ այս պայծրությամբ մենք տարբեր հարցեր ունենք կարգավորման տեսանկյունից, այդ թվում երկքաղաքացիների մասով, որոնք կարող են օգտագործել այլ երկրի փաստաթղթեր, մուտք գործել Հայաստանի Հանրապետության փաստաթղթով եւ այսպես շարունակ։ Հետևաբար ունենք որոշակի լուծումներ նշмарված, բայց քանի որ կարիք ենք տեսնում բնականաբար նախ ներկառավարական մակարդակում քննարկելու մեր առաջարկը, այնուհետև նաև ազգային ժողովի գործընկերների հետ դիտարկելու արդյոք այն ընդունելի է թե ոչ, առաջին երկրորդ ընթերցման ռեժիմում առաջարկում եմ անդրադառնալ այդ հարցին եւ անպայմանորեն օրենքի մակարդակում նախատեսել որոշակի լուծում, որը որ նաև հնարավորություն կտա չեզոքացնել այն բոլոր ռիսկերը, որոնք կարող են բերել վերջնական ցուցակների վիճարկմանը կամ տարբեր մտահոգությունների առաջ քաշմանը։ Շատ կարճ, թերևս այսքան հարգելի գործընկերներ, ինչ վերաբերում է տիկին Մինասյանի բարձրացրած հարցերին, առողջապահական նպատակով բացառությունները չի գրվել, կարծում եմ նախագծում հաշվի առնելով պասիվ ընտրական իրավունքի համար նախատեսված ընդհանուր բացառությունները, որտեղ չկա այդ կանոնը, բայց ոչ մի խանգարող հանգամանք չկա դիտարկելու եւ հասկանալու, թե որքանով անվիճելի կարող է լինել պրակտիկորեն այս բացառության նախատեսումը։ Ինչ վերաբերում է բիոմետրիկ համակարգի ներդրմանը, բնականաբար սա պիտի նպաստի, որ մենք կարողանանք սահմանին շատ ավելի ճշգրիտ նույնականացնել քաղաքացիներին, անկախ նրանից, թե որ փաստաթղթով անձինք մուտք կգործեն Հայաստանի Հանրապետություն, բայց պիտի նկատի ունենանք, որ դա եւս տևական ժամանակահատված է, մինչեւ նոր փաստաթղթերը ձեռք կբերվեն, բայց մենք կարիք ունենք մինչ այդ պահը նաեւ լուծելու այս հարցը եւ ապահովելու, որ առաջիկա այն ընտրությունները, որոնք որ տեղի ունենան այս արդեն օրենսդրական նախաձեռնության կանոնների կիրառմամբ, լիահույս լինելով, որ ազգային ժողովը կողմ կքվեարկի նախաձեռնությանը։ Շնորհակալ